Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է, բարև Տիկին Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում ընդունեց, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտ Ագզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով, փետրվարի սկզբին, երբ որ փոխնախագահ Վենսը այստեղ էր, նա Արցախյան հակամարտության գիրք էր նվիրել Վենսին, վարչապետն ասաց, որովհետև երբ որ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնարար թեմայով գիրք նվիրել, ինչ է դա նշանակում։ Կարծում եք սա նորմալ է, Տիկին Բադալյան, հիմա ենթադրենք նվիրել է, մենք չենք կարող հերկել, որ Արցախյան շարժում է եղել, հակամարտություն է եղել, Արցախ է եղել, ինչու վաստակաշատ գիտնականին հեռացնել Արցախը հիշատակելու համար։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, ես իհարկե առավոտից մտածում եմ այս մասին եւ գիտեք նույնը չի տարբեր են իրավիճակները, հա, գիրք նվիրել օտարերկրյա հյուրերին եւ գիրք նվիրել պրոտոկոլով սահմանված ամեն վարքյանի, գիտեք, նման բարձրաստիճան պաշտոնյաների այցի դեպքում պրոտոկոլով ամեն քայլը այսպես սահմանված է լինում, հա, որոշված է լինում եւ պրոտոկոլից շեղումը անթույլատրելի է, որովհետև դրանք կարող են ազդել դիվանագիտական հարաբերությունների, կարող են ազդել մի շարք բաների վրա։ Եվ ինձ համար անհասկանալի է, ես ինֆորմացիա չունեմ, բայց պիտի հետաքրքրվեմ, որովհետև իրոք ինձ շատ հետաքրքիր է։ Ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Այսինքն ի սկզբանե վարչապետն ասաց սա դրանք է, բայց ոնց է սա դրանք է եղել, այսինքն ամեն ինչը քայլ առ քայլ պլանավորածի դեպքում հանկարծ այդ պլանավորածից դուրս գործողություն է տեղի ունեցել։ Կարող մարդու ընտրանքի վրա եղել, դա է կարևոր։ Հենց դրա մասին եմ խոսում։ Չի կարող նման բան լինել, նման բարձրաստիճան օրինակ կառավարությունը ասել է այս գիրքը կնվիրեք, ինքը ուրիշ բան է։ Չեմ պնդում, ես ասում եմ, ես պիտի հետաքրքրվեմ, որպես իմանամ, որովհետև եթե կառավարությունը հստակ քայլ առ քայլ մատնանշել է ինչ պիտի արվի, իսկ նման բարձրաստիճան հյուրերի դեպքում այդպես էլ արվում է եւ դրանից շեղում է լինում, շեղման համար անկախ նրանից ինչ ես նվիրել, ինչ ես արել, շեղման համար պատասխանատվություն։ Բայց մենք չունենք փաստ, որ շեղում է տեղի ունեցել։ Ես որևէ փաստի չեմ տիրապետում, դրա համար կխնդրեի ինձ տալ որոշ ժամանակ ավելի մանրամասն այս հարցը ուսումնասիրել։ Բայց հարցիս այն մյուս մասին չանդրադարձակ։ Հիմա հասկացանք, որ պարտվել ենք, հասկացանք, որ կորցրել ենք, հասկացանք, որ նսեմացել ենք, չգիտեմ, հասկացանք, այդ ամեն ինչը հասկացանք, բայց ասել, որ չկար Արցախ, ջարդեր չկային, չգիտեմ, ցեղասպանական կամ էթնիկ զտում չկար եւ այլ, սա չի նշանակում, որ պետականորեն ձեր իշխանությունը ժխտում է այդ ամեն ինչը։ Եթե չեք ժխտում, թող փաստերը ներկայացնի, ինչ խնդիր կա, այդ եմ ուզում հասկանալ դիտել։ Մենք նախ որևէ դեպքում չենք ժխտում, որևէ դեպքում չենք արգելում այդ մասին խոսել, մենք ինքներս խոսում ենք գիրքը նվիրել, նորից եմ կրկնում, որ դեպքում եւ ինչպես եւ ինչ հյուրի եւ ինչ պայմաններում։ Այն որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հենց այդ վարչակարգի հետ անընդհատ քննարկում են այդ հարցերը, դա հիմա մենք էլ հասարակության տեսանկյունից պիտի դա ժխտենք, ժխտում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ բոլոր հարցերը պարբերաբար բարձրացնում եւ քննարկում է։ Նկատի ունեք Արցախյան այո եւ ես առավել եւս, այսինքն Վենսը ինչ որ նոր բան չիմացավ այդ գրքերից, նա գիտեր դրա մասին չի խոսքը, դուք էլ եք հասկանում ինչի մասին է խոսքը եւ շարունակում եք ուղղակի պնդել, որպեսզի ես փորձեմ այլ տեսանկյունից նույն բանը ասել։ Հարգելի Ռոբերտ, այստեղ գրքի մասին չի խոսքը, թեմայի մասին չի խոսքը։ Բայց իմ հարցը եւ որևէ բանի մասին, որը մենք դա չենք ժխտում, մենք այդ մասին միշտ խոսում ենք։ Հարցը ինքնագործունեության մասին է, որը նման բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությամբ չի կարելի թույլ տալ։ Եվ միևնույն ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանը գնար Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ որևէ մեկը, որևէ գրադարանի վարիչ, որևէ թանգարան ինստիտուտի տնօրեն, որևէ գիտնական ինքնագործունեությամբ զբաղվեր, շատ ավելի խիստ կպատժվեր, քան այս դեպքում է եղել։ Պետք է հետազոտել այս փաստերը եւ հասկանալ իրականում ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, բռնի տեղանության փոխարեն տեղահանություն եք օգտագործում, Արցախ բառի փոխարեն Ղարաբաղ բառն եք օգտագործում։ Կարծում եք, որ ասում եք Ղարաբաղյան հակամարտությունը փակված է,
կարծում եք սա ինչի է բերել։ Սա ձեր քննադատներն ասում են, որ մեր ազգային հիշողությունը ջնջելու մասին, այսինքն դուք նոր, ասես ասենք, մտածողություն եք ուզում ստեղծել, որտեղ հերկվում է անցյալը։ Ես կարող եմ ջնջել ձեր հիշողությունը։ Եթե մի բանը 10 տարի շարունակ ասեք, միգուցե Ես կարող եմ ջնջել ձեր հիշողությունը։ ասացի, եթե մի բանը սկսեք նոր կերպ մեկնաբանել, միգուցե ինչ-որ մի օր։ Ես դա բացառում եմ։ Բայց նշած փաստերին չի։ Մենք այլ պատասխանատվություն ունենք։ Մենք վարում ենք քաղաքականություն եւ մեր արժեվ նպատակ ենք դրել բերել խաղաղություն եւ հարատև խաղաղություն եւ պահպանել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Եվ հետեւաբար ինչ մեթոդների մենք դրա համար դիմենք որևէ մեկը, որևէ պետական մարմին, իրավապահ համակարգի որևէ ներկայացուցիչ, ինչպես Ստալինյան, բռնաճնշումների ժամանակ էր, Արցախ ասելու համար ինչն էլ ես եթերում երբ ուզում եմ ասում եմ Արցախ, երբ ուզում եմ ասում եմ Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ։ Ինչ որ մեկին ինչ չի բռնաճնշումների ենթարկել 1000 ներողություն եմ խնդրում, որևէ հիշողության կամ իր տեսակետը հայտնելու համար։ Եվ պետք չի մանիպուլացնել ու ասել, որ դուք ճնշում եք։ Մենք չի Արցախ երևույթը հիշեցնելու։ Ոչ, նորից եմ կրկնում, սա պրոտոկոլից շեղում է։ Եթե նույնիսկ ԿՊ-ի մասին, կենսագրության մասին գիրք նվիրեր, միևնույն է, դա լինելու էր պրոտոկոլից շեղում, որն էլ ենթադրելու էր հետևաբար պատժամիջոցներ։ Մենք չունենք ապացույց, որ դա պրոտոկոլից շեղում է։ Իրոք եթե շեղված լինի, եթե ասած լինի, այսա կնվիրեք։ Սկզբից ասացի, որ բայց սա նվիրած լինի, իրոք դա խնդրեմ կարող է լինել։ Տիրապետում փաստերի։ Մենք շատ երկար կանգառանք այս թեմայի վրա։ Տիրապետում, բայց պնդում եք անում այդ փաստի վրա, ասում եք շեղում է պրոտոկոլից, բայց բոլոր չունեք փաստ, որ պրոտոկոլից։ Փաստը ինձ համար փաստը գիտեք որն է, որ կառավարության ընդհանրապես երկրի առաջնորդը տեղյակ չի եղել այդ քայլի մասին նախապես, ոչ չի կարող այդ իր աշխատակազմը պետք է ասած լիներ, որ քանի որ դա պետական թանգարան է։ Այդ դեպքում աշխատակազմը կունենար խնդիրներ, որովհետև ցանկացած մեկը պատասխանատվություն է կրում իր գործառույթները ճիշտ չիրականացնելու համար եւ խնդրում եմ մի շեղեք եւ մի դարձրեք դա թեմա, որ այստեղ գրքի բովանդակությունն է հարցը։ Գրքի բովանդակությունը չէ հարցը։ Պրոտոկոլից կա շեղում, հետևաբար դա ենթադրում է պատասխանատվություն։ Պետք է ապացուցվի, որ պրոտոկոլից շեղում։ Հավանաբար ապացուցվել է եւ դրա համար կա այդ պատասխանատվությունը։ Ոչ ես գիտեմ, ոչ դուք։ Եկեք սպասենք փաստերի։ Տեսեք, կամ հրավիրեք տիկնոջը ձեզ հյուր թողեք։ Այս դեպքը հասկացանք, գործից հեռացվում է այս պարագայում եւ մեկնաբանությունն է, որ Արցախի հարցը արծարծելու համար կամ անցյալը հիշատակելու համար եւ վարչապետը այսօր ասել է անցյալը հիշատակելու համար ես աշխատանքից հեռացել։ Դե բա ինչի եք ասում։ Ասում է արտաքին քաղաքականությունը շեղվել։ Դուք այդքան վստահություն ունեք մեր հերոստատիտողների ենթատեքստեր կարդալու, ձեր մանիպուլյացիաներին տրվելու համար։ Ունեք որ ես մանիպուլյացիա չեմ անում։ Ես անում եք։ Դուք հենց Ռոբերտ, դուք հենց նոր ասեցիք անցյալը հիշատակելու համար վարչապետը աշխատանքից մարտահանել։ Ես արդեն 30 րոպե ձեզ բացատրում եմ, որ այդ բովանդակության մասին չի խոսքը։ Տիկին Բադալյան, եկեք մի հատ հասկանանք։ Վարչապետը ասում է, որ միայն ես եմ վարում արտաքին քաղաքականություն, միայն ես չի կառավարությունը։ Okay, շեղվում եք արտաքին քաղաքականությունից։ Այսինքն Հայաստանում չեն կարող ստեղծագործել, ինքն է դա ասում, էլի, ճեպազորիցի ժամանակ։ Այսինքն եւ Ղարաբաղյան շարժումը փակված է։ Եվ սա սադրանք է, այսինքն նա բխեցնում է, որ այդ անունով գիրք նվիրելը, որտեղ Արցախ եւ այլն, շեղում է իր արտաքին քաղաքականությունից։ Փակված է Ղարաբաղյան շարժումը, Էդիտա Գզոյանն ասում է փակված չի, ահա ձեզ ջարդերի եւ այլնի մասին գիրք։ Վարչապետը ասածը դա էր, ես դրանից եմ բխեցնում։ Ինչպիսի, եկեք շարունակենք հերոսացնել։ Ես ոչ մեկին ոչ հերոսացնում եմ։ Շարունակեք, դա ձեր խնդիրն է, մեզ դա չի անհանգստացնում, մենք գնում ենք հստակ մեր ճանապարհով եւ մենք ունենք մեկ պատասխանատվություն՝ երկրին բերել խաղաղություն, անվտանգություն, սահմանների խախտում, ինչպես կարող սա բացատրեմ, եւ ինքնիշխանություն ու անկախություն։ Սրանք են մեր պատասխանատվությունները։ Եթե դրա համար պետք է 10 հոգի աշխատանքից հեռացնել իր պարտականությունները ճիշտ չկատարելու համար, մենք դա անելու ենք։ Բայց ընդունեցիք, որ արտաքին քաղաքականության միջամտություն է վարչապետը ընկալ, ինքն է ասում դա։ Եթե մեկ այլ երկրի որևէ ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին նվիրվեր նման գիրք,
դա կլիներ այլ քննարկման թեմա։ Նորից եմ խնդրում, կրկնում։ Կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մուտքը որևէ երկիր ամեն վարքյան հաշվարկված եւ պլանավորած է լինում։ Որևէ պրոտոկոլից շեղում է եղել։ Որևէ պրոտոկոլից վարչապետի մի խոսքը փորձում եք ուրիշ ձև մեկնաբանել, այս մասն ուրիշ վարչապետ Նիկոլ Փաշինյան, որը ասում է մեր արտաքին քաղաքականության դեմ էր, իմաստը ասում է դեմ էր, հա։ Դա էլ է պրոտոկոլից շեղում։ Դա էլ է պրոտոկոլից։ Իհարկե։ Հասկացա։ Տեսեք, ոչ վաղ անցյալում ԲԴԽ նախագահը հեռացվեց վարչապետի խնդրանքով, հորդորով եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Չկա ժողովրդավարության դեմ որոշակի գործողություն կամ մտավախություն չունեք, որ սա կարող է դիկտատուրա բերել, կամ որ ասում էր կառավարությունը ես եմ եւ միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարին հեռացնում էր, քանի որ նա արբիտրաժի վերաբերյալ այլ պատկերացումներ ուներ, այսպես միահյուսված եւ միաձիգ կառավարություն է ստեղծվում, որտեղ այլ ծպտոցներ պետք է դուրս չգան, այո։ Ոչ։ Մենք ապրում ենք շատ խառը ժամանակներում, շատ турբուլենտային գոտում ենք այս պահին գտնվում, իհարկե արդեն մի քանի տարի է եւ դեռ շարունակելու ենք այդպես գտնվել, եւ որևէ կտրուկ քայլ չի խոսում բռնատիրության դեպի բռնատիրություն տանող ճանապարհի մասին։ Որևէ որոշում մեզ մոտ միանձնյա չի կատարվում, երբեք չի եղել նման բան, 19 թվականից սկսած մինչև այսօր ես չեմ հիշում որևէ միանձնյա որոշում։ Իսկ ԲԴԽ նախագահին հեռացնելու պատմությունը։ Եթե ԲԴԽ նախագահը գտնում է, որ իր նկատմամբ անարդարացի է վարվել Հայաստանի Հանրապետության վարչապետը, նա ունի բոլոր հնարավորություններն ու գիտելիքները դատական կարգով այդ հարցը լուծելու, ինչպես նաև միջազգային։ Այդ դեպքում առաջարկում եմ ՄԱՏ-ի եւ ՄԱՏԱՆՈ արանքը չխառնվել եւ թույլ տալ, որպեսզի կառավարությունը իր պաշտոնյաների հետ իր հարաբերությունները ինչպես որ դիկտատուրայի մշակույթ ներդնելը դիկտատուրայի մշակույթը այլ պաշտոն զբաղեցնելու մասին չի, Սիբիր աքսորելու մասին է։ Հնձելու մասին չի։ Դա հնձել չի, այսինքն դուք հենց նոր դուք ասացիք, որ նոր պաշտոն ունի նախկին ԲԴԽ նախագահը։ Սա բռնաճնշում է, բռնաճնշման դեպքում աքսորում են։ Ես չեմ ուզում որակումներ տալ, դե մարդը խնդիր չի համար, բայց ժողովրդավարության տեսանկյունից ԲԴԽ նախագահին վարչապետը չի կարող հեռացնել։ Ժողովրդավարության տեսանկյունից գիտեք ինչ կարող է լինել։ Ժողովրդավարության տեսանկյունից կարող է խնդիր լինել, որ անարդարացիորեն վարչապետը հեռացներ ԲԴԽ նախագահային պաշտոնից եւ այդ ԲԴԽ նախագահը չունենար որևէ հնարավորություն իր իրավունքները պաշտպանելու։ Թե ԲԴԽ նախագահը, թե բոլոր պաշտոնյաները, թե բոլոր քաղաքացիները ունեն բոլոր հնարավորությունները իրենց իրավունքները պաշտպանելու։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թե միջազգային իրավունքի։ Վերջերս ձեր խմբակցությունից պատգամավորներից մեկը այսպես բարձր մտնում էր եւ պաշտպանության նախարարին առաջարկում էր օրենքով սահմանափակել կամ պատժողական որոշակի մեխանիզմ դնել այն մեդիաների համար, որոնք պաշտոնական հերքումից հետո պետական կառույցի այդ լուրի մասին ինչ-որ շարունակություն կտան։ Սա դիկտատուրայի մասին չի, դուք էլ նախկին լրագրող։ Ինչ է նշանակում սահմանափակել մեդիայի աշխատանքի տարածքը ՊՆ-ի հերքումից հետո։ Բազմաթիվ դեպքեր են եղել, ասեմ ձեզ, որ ՊՆ-ի հերքումից հետո հերքվել է ՊՆ-ի հերքումը։ Դրա դեպքերից մեկը մենք արել ենք Փաստեփուստ շարքի հերթական հաղորդումը Թաթոյանի ասած այդ դիրքի վերաբերյալ, ընդ որում նպատակ չունենալով ոչ Թաթոյանին ճիշտ անել, ոչ ձեզ ճիշտ անել, ոչ նրան սխալ, ոչ նրան սխալը։ Հետո մենք հետքով գնացել ենք եւ պարզվել է, որ բանան այնքան էլ ճիշտ չի ասում, ամբողջական պատկերը չի ներկայացնում։ Մինչդեռ Լիլիթ Մինասյանի օրենքը եթե ընդունվեր, մեզ կպատժեին։ Ընդունվեց։ Դե ասում է Սուրեն Պապիկյանն ասում է ինչ որ լավ բան եք ասում, եկեք միասին։ Ընդունվել է արդեն։ Բայց ինչու է խոսում դրա մասին, Տիկին Բադալյան։ Որովհետև կա նման խնդիր, Ռոբերտ։ Չկա նման խնդիր, որ նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո շարունակվում է այդ բամբասանքը տարածվել։ Հիմա դուք մեկ օրինակ բերեցիք, որտեղ գուցե, չգիտեմ, ինչ իմացաբար, ասենք, ՊՆ-ն սխալ պատասխան է տվել կամ գուցե իր անվտանգությունից եւ քաղաքականությունից ելնելով փորձել է այդպես պատասխանել, բայց մնացած բոլոր դեպքերում դուք հերքում եք, որ նման խնդիր կա եւ մեզ արգելում եք այդ խնդիրը բարձրաձայնել։ Այսինքն դուք ուզում եք, որ բռնատիրությունը լինի ձերը, ոչ թե պետությունը լինի ժողովրդավար, ոչ ինձ մոտ տպավորություն է, որ բոլորը ուզում են, որ
իշխանությունը լինի խիստ սահմանափակ, իր բոլոր գործողություններում նույնիսկ մտածելակերպում եւ մնացած բոլորը լինեն այսպես հերքեց, այլևս որևէ մեկը ձայն չհանի, այդպես չի լինի Տիկին Բադալյան։ Նորից եմ կրկնում, եթե այդ օրենքը արդեն ընդունվել է եւ շարունակում է գործել, ապա դուք իրավունք ունեք խոսել ժողովրդավարության որոշ կանոններ ոտնահարելու մասին։ Եթե մենք խոսում ենք հարց բարձրացնելու, խնդիր բարձրացնելու, ժողովրդի ուշադրությունը նման կեղտոտ քայլերի վրա կենտրոնացնելու մասին, եւ այո, ՊՆ նախարարը ասել է կարող ենք աշխատել դրա ուղղությամբ, կարող ենք քննարկել, մեկ այլ հասարակական կազմակերպություն էլ կարող է ասել միտքը լավն է, բայց ժողովրդավարության որոշ այսպես կանոնների հակասում է եւ այլն եւ կարող են դրա վերաբերել, որովհետեւ պաշտոնական, երբ որ ասում եմ, որ մենք պատերազմի ժամանակ ենք տեսել ինչպես է եղել, երբ որ որևէ լուր ընդդիմությունը որոշել է տարածել եւ որքան էլ մենք հերքել ենք, ավելի բուրն են սկսել տարածել եւ հաշվի առնելով ժողովրդի էմոցիոնալ վիճակը, որոշ դեպքերում դա բերել է շատ վատ հետևանքների։ Էլի մեդիան չէր կարող գրել այն ինչ որ եւ պատերազմից հետո եւ այսօր եւ անընդհատ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք գտնվում եւ այո մենք պետք է որոշակի միջազգային օրենքների եւ կոնվենցիաների շրջանակներում եւ դրանք չոտնահարելով եւ չխախտելով փորձենք պաշտպանել մեր քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը։ Ես չեմ հերքում հիբրիդային պատերազմի առկայությունը, դրա մասին չի է, ասածս դրա քողի տակ անել ինչ որ հետադիմական քայլեր։ Եթե մեդիայի ինչ որ մի ներկայացուցիչ ասում է, որ Փաշինյանը սպանեց Սամվել Կարապետյանին, փաստեր, կամ Ադրբեջանը գրավեց Սյունիքը, փաստեր, ու մտնում ես փաստ չկա, սուտ է ակնհայտ կեղծիք է եւ այլն, ես չգիտեմ, զրպարտության հազար ու մի բանի համար գնացեք դատի տվեք, բայց ասել, որ, չգիտեմ, ՊՆ-ի հերքումից հետո կամ որևէ այլ գերատեսչության իրավունք չունեն թեման շարունակել, կնեք դա հակաժողովրդավարական մտածողություն է արդեն իսկ, դա հիբրիդային պատերազմի դեմ պայքար չի։ Նախագծի հեղինակները մեզ լսում են եւ ձեր տեսանկյունը իմացա։ Լավ, վարչապետը Եվրոպական խորհրդարանում քննադատեց Բարսաշճան եկեղեցականների, նրանց ասելով, որ ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարկության բոլոր կանոնները, խոցելի դարձել իրենց օտարերկրահատուկ ծառայությունների համար, ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստ ապացուցում է փաստաթղթերով, այդ հոգևորականները Հայաստանում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, որոշ ռուսաստանաբնակ, բելառուսամետ օլիգարխներ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին, բայց նաև իրավական դաշտ դնենք, կներեք, որ իրավական դաշտ եմ գնում, որևէ հոգևորականի դավաճանության, լրտեսության մեղադրանք առաջադրված չէ, իշխանության զավթման կոչի մեղադրանք կա, այդ վարչապետը ինչից է ելնում է այսպիսի մեղադրանքներ հնչեցնելով, կամ էլ կոծկում է հանցագործությունը, գիտի, որ նրանք հանցագործություն են կատարել եւ քրեական հետապնդում չկա։ Գուցե պարզապես դեռ շարունակում է փաստեր հավաքել, որպեսզի ամբողջական գծը գուցե, բայց հիմա նա հայտարարում է դեպքերի մասին, որոնք արդեն ավարտուն են հասցնում եք։ Ինչի հիման վրա է վարչապետը անում այս հայտարարությունները իր ունեցած ստույգ եւ հավաստի ինֆորմացիա։ Հիմա այսպես անորոշության ինչ որ քող ենք ստեղծում, դրա տակ ամեն ինչ կարելի է մտցնել Տիկին Բադալյան։ Այո, Ռոբերտ, մենք բազմիցս շատ նման թեմաների մասին խոսել ենք։ Եվ մեր խոսակցությունից հետո ոչ շատ ժամանակ անց փաստերը եկել են ի հայտ։ Եվ ես կոչ եմ անում Տիկին Բադալյանի հետևորդներին ինձ չհայհոյել այս տեսանյութի տակ։ Եվ մեր հետևորդները կոչ են անում որևէ մեկին հայտում Տիկին Բադալյանին հայհոյելու մասին չենք խոսում։ Ես նկատող նախորդ մեր հարցազրույցից հետո նկատողություն եմ ստացել, որ ես սովորաբար նման ագրեսիվ տոնով չեմ խոսում, բայց ես եմ ագրեսիվ խոսում։ Չէ, բայց ձեզ հետ հարցազրույցներում իմ տոնը դառնում է շատ ագրեսիվ, որը ինձ չի սազում։ Ես հանկարծ նոր հիշեցի եւ հիմա մի քիչ ավելի ցածր տոնայնությամբ փորձենք շարունակել մեր զրույցը։ Տեսեք, վարչապետը բնականաբար ունի հսկայական ահռելի ինֆորմացիա բոլոր ինստիտուտների եւ շատ դեպքերում նաեւ այդ ինստիտուտներում դրված ռումբերի վերաբերյալ։ Վարչապետը ճիշտ ուղղություն է գտել այդ ամենի դեմ պայքարելու, ընդ որում այդ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար է, ինքնիշխանության համար է։ Ճիշտ է մեթոդը պայքարի, թե սխալ, մենք սա կարող ենք քննարկել։ Ես էլի չեմ հերքում, հանկարծ սխալ չհասկացվի, որ
Հայաստանի անկախությունը փորձում է երրորդ երկրներ Ռուսաստանը, չգիտեմ, ինչ է զոհաբերել։ Ես դա չեմ հերքում, չեմ ասում չկա այդպիսի բան, տեսեք, չասեցի ինչ հիբրիդային պատերազմի հորինված ղևել են, որովհետև մի քանի օր առաջ մենք էինք ինչ որ մի հատ թերթ գտել, որը ապատեղեկատվությամբ լի էր եւ հետաքննություն պարզել էր, որ ակունքը տանում է Ռուսաստան։ Խոսքը դրա մասին չի, խոսքը դավաճանության, լրտեսության, այդպիսի մեղադրանքներ առաջադրված չեն, մինչդեռ վարչապետը ամբիոնից այդպիսի մեղադրանքներ են չես։ Երբ քանի տարի է շարունակվում, ես չեմ իրավապահ համակարգը եւ չեմ կարող ձեզ ասել երբ, բայց այն որ վարչապետը ինֆորմացիայի եւ փաստերի արկայության պայմաններում է խոսում, ոչ թե դա իր ենթադրությունների հիման վրա են արված այդ եզրակացությունները, սա մենք պիտի ընդունենք։ Սա մենք պիտի ընդունենք։ Երբ էս ամենը կբացահայտի վարչապետը ժողովրդի համար։ Երբ չի բացահայտի, ես դրա պատասխանը չունեմ։ Բայց ես որևէ վարքյան չեմ կասկածում եւ նաեւ գիտեմ որոշակի մասով ինֆորմացիային տիրապետում եմ նաեւ եկեղեցու միջամտությունը նոր չի սկսվել։ Եկեղեցու միջամտության վերաբերյալ այլ բազմաթիվ խնդիրներ էլ կան, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը իր նախանշած քաղաքական հունը փոխեց եւ գնաց մեկ այլ քաղաքական հունով տարիներ առաջ, մեզանից առաջ, ինչպես ստացվեց, բավականին ես այնց փորձում եմ շատ ակնարկների ձևով ինչ որ ինֆորմացիաներ հղել, բայց սա անում եմ նաև եկեղեցականների համար, որ իմանան, որ միջին վիճակագրական падգամավորը եւս տեղյակ է այդ բոլոր քայլերից։ Իսկ հոգեվորականները կասեք, ինձ ոնց են խորշնդոտում խաղացան գործընթացին, որովհետև ոչ բանակ ունեն, ոչ կարող են արտաքին քաղաքականություն վարել, հա, կարող են արցախցիների վերադարձի հարցից խոսել կամ ինչպես վարչապետն է այսօր ճեպազրույցում ասում, պատարակների արանքին Արցախի հանրապետություն ասել եւ բայց դա պատերազմի բան չի էլի, ասենք հրձգություն չի։ Եթե դուք գաք այստեղ նստեք, նույն բանը ասեք, միգուցե, բայց գիտեք հիբրիդային պատերազմը ինչ է ստեղծվել։ Որովհետև եթե պատերազմը լիներ միայն զենքերով, տաք պատերազմ, իրար կրակելով, ռմբակոծելով, հիբրիդային պատերազմի եզրույթը գոյություն չէր ունենա։ Սառը պատերազմ հասկացությունը դեռ էլի մի քանի տասնամյակ հետ գնանք, գոյություն չէր ունենա։ Այսինքն պատերազմը մի տեսակի չի լինում։ Վաղուց արդեն։ Հիմա դե ամեն ինչ մի տեսակի չի լինում։ Դրա տակ չի, ախր դա աշխատող մեխանիզմ է, որի մասին բոլորս ունենք։ Հետադիմական օրենքի մասն է խոսում հիբրիդային պատերազմը։ Պետք չի թվում է իշխանությունը Ռոբերտ ջան, եթե մենք հետադիմության մասին խոսենք, եթե հետ գնանք 1 տարի առաջ, երբ որ նույն եկեղեցին եւ մեր ընդդիմությունը կարողացել էր մեր ժողովրդին համոզել, որ պետք է երկրի առաջնորդը կամ վարչապետը լինի հոգեվորական, այդ ժամանակ հետադիմությունից չէիք խոսում։ Խոսել ենք։ Դե կեցեք, եթե խոսել եք։ Գալիս էր ինձ էր թիրախավորում։ Երբ որ սրբազան չէի ասում, ասում են ինչու սրբազան չեք ասում, որովհետև որևէ քաղաքական գործ չի, ես չեմ կարող սրբազան ասել։ Մինչև հիմա Թևան Պողոսյանը մի երկու օր առաջ էստեղ ասում էր, ես հիշում եմ, որ դուք դրան սրբազան, որովհետև վարչապետի տեխնազո ես չեմ կարող սրբազան ասել, բայց նույն բանը ձեզ եմ ասում, ուռճացված չեն այս մեղադրանքները Տիկին Բադալյան, պատերազմ են ոչ հրահրում։ Ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ, երիցս ոչ, բնավ ուռճացված չեն, ասեմ ավելին, մի քիչ մեղմացված են ձեզ մատուցվում որպես հասարակություն, շատ մեղմացված, որպեսզի ձեր զգացմունքները հերթական անգամ չենթարկվեն տարբեր տեսակի, այսպես ալեկոծումների, այ դրա համար ավելի մեղմացված են։ Այս հարցում ձեզ հետ համաձայն եմ, ինչու են ուշանում փաստերը եւ մեղադրանքները, ես էլ եմ անհամբերությամբ դրան սպասում։ Բայց լավ է պատերազմ հրահարել։ Ասեք էլի ո՞նց է դա տեղում։ Ասենք ինչ որ մի քահանա, ինչ որ մի մատուռում պատարակ է մատուցում, 20 հոգի հավաքված է, ասում է Արցախի հանրապետություն։ Սիրելի Ռոբերտ, եկեք նորից հետ վերադառնանք, էլի նույն երգը երգենք, կրկնենք։ Եթե մենք լինեինք մի քիչ թույլ իշխանություն, այդ պատերազմում իրենք ընդհանուր առմամբ իրենց տերերը եւ բոլորը վաղուց հաղթած կլինեին, որովհետեւ տես դուք ասում եք պատարակի ժամանակ էս էր ասում։ Մենք ունենք Բագրատ Գալստանյան, Վազգեն Գալստանյան, Բագրատ arczepiskopos Սրբազանը, որը այո, պատարակների ժամանակ էր դա խոսում։ Հետո դուրս եկավ փողոց եւ իր հետևից տարավ մի հոծ բազմություն։ Եվ դեռ մի այդքան հոծ բազմություն էլ կգնար, որովհետև մեր հասարակությունը քաղաքական իմաստով նոր ընթացքում է հասունության։
Եվ դա կարող էր բերել շատ վատ հետևանքների, ինչ իմաստով, երբ որ մենք կանխեցինք ահաբեկչության նախապատրաստական այդ աշխատանքները, այնտեղ այդ նույն սրբազանը մարդասպանության մասին էր խոսում, անկախ նրանից ինչ կոնտեքստով, ինձ դա հետաքրքիր չի, մենք խոսում ենք հոգևորականի մասին, որը մի սպանիր պատվիրանը խախտելով սպանություններ է պլանավորում։ Հիմա դուք պատերազմի դա ապացուցված process-ը ընթացքի մեջ է։ Այո, թող ընթացքի մեջ գնա։ Ես կարող եմ իմանալ այն ինչ որ ես գիտեմ եւ դրա վրա անել ենթադրություններ։ Դուք սպասեք իրավական ակտերին, դատական բջջերներին եւ այլն։ Բնականաբար, որտեղ մենք ի սկզբանե, երբ որ ես նույն հարցազրույցներում այդ ամենի մասին խոսում էի, դեռ նոր շարժումը սկսում էր, բոլորը սկսում էին մեղադրել այդ ինչ ես խոսում, ու ինձ նման էլի մի քանի հոգու։ Գուցե մենք մի քիչ ավելի շատ ենք տիրապետում այդ ինֆորմացիան, բայց դա նորմալ է, որովհետեւ մենք պետական կառավարում ենք ներկայացնում, մենք պարտավոր ենք ձեզանից շատ ինֆորմացիա իմանալ։ Հետևաբար, երբ որ դուք խոսում եք պատերազմի մասին եւ փորձում եք խեղճ հոգեվորականներին այս սաստիկ եւ ահեղ իշխանություններից պաշտպանել, խնդրում եմ հետ գնալ եւ հիշել սրբազան շարժումը, խաչակրած արշավանքը պետության եւ պետականության դեմ։ Նշում մեր ֆունկցիան, որը մեկի պաշտպանելը չի։ Տարեք դատեք, եթե կան փաստեր։ Երդվում եմ, թե ասեմ ինչու դատեցիք, եթե փաստերը հրապարակվեն եւ ապացուցվի, հա, իրապես հանրությունը դա անցալի որպես իրողություն։ Պաշտպանելու մասին չի, ուղղակի հարցադրում եք բարձրացնում, այդտեղ բան չկա։ Բարեկամ, երբ որ մենք Եզրասի վերաբերյալ թղթերը հրապարակեց ազգային անվտանգության ծառայությունը։ Նա էլ ասեց կեղծ է։ Նա ասեց կեղծ է, հասարակությունն ու լրատվական դաշտը նրա ասած կեղծ էին հավատաց, մի ամբողջ ինստիտուտի հրապարակած փաստի չհավատաց։ Տանենք, դատենք, այո, կգա այդ ժամանակը։ Բա ասածս դա է, եթե բնականաբար կգա, ընդ որում ոչ թե որովհետև մեզ խանգարում են, այլ մենք խոսում ենք երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին։ Ու քիչ-քիչ բացահայտվում են, տեսակ, վերջում։ Նման բարձր ամբիոնից մեղադրանքներ է շարում։ Առանց հիմքի Հայաստանի Հանրապետության վարչապետը ամենամիամիտ եւ անհեռատես մարդկանցից չէ։ Դե լավ, եկեք այս պատմության այն մյուս կողմից էլ նայենք ու արդեն ամփոփենք, հա։ Նաև ընդդիմության տարբեր գործիչներ ասում են, որ այս իշխանությունը, այդ տեսեք, Եվրոպա է գնում, ԱՄՆ է գնում եւ մեզ Ռուսիա ագենտ է ներկայացնում, տեսեք, ասում է Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխները փորձում են Հայաստանի անկախություն զոհաբել երրորդ երկրների շահերին, միտումնավոր, որ այնտեղից աջակցություն ստանա քաղաքական, այս ամեն ինչը սոուսը հակառուսականության պատի եւ քաղաքական աջակցություն ստանա։ Արդյոք այդպես չի։ Հարց եք տալիս, որին կարելի է եւ ուղիղ պատասխանել, եւ մի քիչ զարտուղի, բայց ես չեմ ուզում շատ ուղիղ պատասխանել, որովհետեւ բնականաբար փաստ է, որ այն ինչ ասում է վարչապետը, դա իրականություն է։ Կա ինչ-որ մեկը, որ կարող է ասել, որ դա այդպես չի։ Եվ եթե այդ արհավիրքի դեմ պայքարելու համար քաղաքական աջակցություն է պետք, ուրեմն պետք է նաև դիմել այդ քաղաքական աջակցությանը։ Սա էր ձեր ուղիղ պատասխանը, դուք ինձ ստիպեցիք, որ ես ուղիղ պատասխանեմ։ Այսինքն, եթե դուք վիճարկում եք, որ նման հարց կա, վիճարկում եք, դուք նկատի ունեմ տեսակետները փորձում եք, չէ, ես ներկայացնում եմ մենակ հեռուստատիտողի շահերը։ Ում տեսակետները փորձում եք, հա, քննարկման առարկա դարձնել։ Այսինքն կա մարդ, որը վիճարկում է, որ մենք այդ խնդիրը ունենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու խնդիր եւ չգիտենք այդ հարվածներն ու վտանգները որտեղից են գալիս։ Կա Հայաստանի Հանրապետություն մի քաղաքացի, որը չգիտի այդ վտանգը որտեղից է գալիս եւ արդեն բաց հայտարարվում է, բաց ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցչական խմբերի կողմից մի հոգի գոնե արտահայտել է այդ մասին, որ Հայաստանը պիտի դառնա միութենական պետության մաս։ Ես 3 հոգու գիտեմ։ Այնտեղ շատ չեն ճյուղերը, հեսա մնացածն էլ հաստատ ինչ որ մի կերպ կարտահայտվեն, ովքեր նոր են միացել։ Մեկը բանտում չէ, մյուսը եւս բանտում չէ։ Ռոբերտ Քոչարյանը ասեց մի քանի տարի առաջ, որ պետք է քննարկել։ Մեկը բանտում չէ։ Ահա։ Վիտալի Բալասանյանը երեք ասաց։ Բանտում չէ։ Եւ էլի դա այդպես շարի կսկսեն ոչ այդ արտահայտության համար։ Արդեն կսկսեն աստիճանաբար ասել, որովհետեւ այդ խնդիրը իրականում եւ այդ վտանգը իրականում գոյություն ունի։
եւ մենք դրա դեմ պիտի պայքարենք, բայց մենք դա միայնակ անել չենք կարող։ Եվ ժողովուրդը պիտի մեզ սատարի, եթե իր համար անկախությունն ու ինքնիշխանությունը կարևոր է։ Հետո կարող է մեզ ուղարկել տուն, եւ կարող է հետո մեզ ուղարկել տուն։ Եվ սա նախընտրական հնարք չէ, ինչպես ընդդիմությունը պնդում։ Ընդդիմությունը ամեն ինչ պիտի պնդի, որպեսզի գա իշխանության կամ գոնե գա դառնա ընդդիմություն խորհրդարանական, ամեն ինչ պիտի խոսի։ Եվ ժողովուրդը ունի խնդիր հավատալու կամ չհավատալու եւ ճիշտ ընտրություն կատարելու, որովհետեւ այս փուլում մինչեւ հունիսի 7-ը եւ դրան հաջորդող մի քանի ամիս եւս ամբողջ հայ ժողովուրդը պայքարում է ինքնիշխանության համար։ Ընդհանրապես սա է պայքարը եւ այս ընտրություններն էլ լինելու այդ նշանաբանով, որովհետեւ դա է խնդիրը, բացահայտվում է աստիճանաբար ամեն ինչ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լուսինե Բադալյանին։